2026 թվականի ամառն արդեն պատմության մեջ է մտել որպես Եվրոպայի ամենաշոկ ամառներից մեկը։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Իտալիան, Իսպանիան եւ բազմաթիվ այլ երկրներ բախվել են 40 ցելսիուսից բարձր ջերմաստիճանի, սակայն խնդիրը միայն ռեկորդային թվերը չեն։ Ամենամեծ վտանգը շոկի տևողությունն է, որը գնալով ավելի լուրջ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության, տնտեսության եւ ենթակառուցվածքների վրա։ Ձեզ հետ ձեր շատ սիրելի ֆունդամենտալ Ֆրաու Լալայանն է, եւ այսօր ես կպատմեմ ստեղծված իրավիճակի մասին, ինչ է մեզ սպասում եւ ինչ են պարտավոր անել գործատուները Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Նիդերլանդներում նման գիժիչ շոկից իր աշխատակիցներին պաշտպանելու համար։ Իմացեք, որ հետո գնաք բողոքեք ձեր գործատուներին եւ այսպես գնացինք։ Շատ երկրներում արդեն կիրառվում են արտակարգ միջոցառումներ, փակվում են դպրոցներ ու մանկապարտեզներ, բացօթյա աշխատողների աշխատանքային ժամերը կրճատվում են, իսկ շտապ օգնության եւ հրշեջ ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ֆրանսիայում ծայրահեղ շոկի պատճառով ավելի վաղ են փակվում, օրինակ Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը՝ Լուվրը եւ Էֆելյան աշտարակը։ Գերմանիայի որոշ շրջաններում հալվում է անգամ ասֆալտը, իսկ երկաթուղային հաղորդակցությունները խախտումներով են աշխատում, ինչպես միշտ։ Ինձ թվում է այդ շատ շոկի հետ կապ չունի։ Բելգիայում չեղարկվել են մի շարք զանգվածային միջոցառումներ, իսկ Իտալիայի տասնյակ քաղաքներ անցել են առավելագույն պատրաստվածության ռեժիմի։ Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Նիդերլանդներում, բարձր խոնավության պատճառով շոկը շատ ավելի է զգացվում, իսկ օդորակիչները գրեթե սպառվել են խանութներում, իսկ մարդիկ հյուրանոցներ են ամրագրում միայն օդորակիչ ունենալու համար, կամ օրվա ամենաշոգ ժամերն անցկացնում են առևտրի կենտրոններում։ Խոսեմ նաև մարդկային զոհերից, շոկն արդեն խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր ու վերջին տվյալներով միայն Իսպանիայում մի քանի օրվա ընթացքում շոկի հետևանքով գրանցվել է ավելի քան 200 վաղաժամ մահ։ Ֆրանսիայում նույնպես արձանագրվել են տասնյակ զոհեր, իսկ հիվանդանոցներում կտրուկ աճել է ջերմային հալվածների, ջրազրկման եւ սիրտանոթային խնդիրներով դիմողների թիվը։ Իսկ կհարցնեք դուք ինչու է Եվրոպայում այսքան շոկ։ Պատճառը մթնոլորտային բացառիկ երևույթն է։ Եվրոպայի վրա ձևավորվել է հզոր անտիցիկլոն, որը մասնագետները անվանում են օմեգա բլոկ։ Բարձր ճնշման այս հսկայական գոտին կարծես փակվել է երկու ցիկլոնների միջև։ Արդյունքում Սահարայից անընդհատ տաք օդ է ներթափանցում Եվրոպա, ամպերը գրեթե չեն ձևավորվում, հողը օրեցօր ավելի է տաքանում, գիշերն էլ ջերմաստիճանը գրեթե չի նվազում։ Հենց այդ պատճառով վտանգավոր են ոչ միայն ցերեկային, այլ նաև այսպես կոչված արևեդարձային գիշերները, եւ նույնիսկ գիշերը ջերմաստիճանը մնում է 20-ից 25 ցելսիուսից բարձր եւ մարդու օրգանիզմը չի հասնում վերականգնվել։ Իդեպ չմոռանաք լայքել այս վիդեոն, իսկ մենք շարունակենք։ Իսկ ինչ է սպասվում առաջիկայում մեզ բոլորիս։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ շոկի ալիքը աստիճանաբար շարժվում է դեպի Եվրոպա արևելք։ Առաջիկա օրերին ամենաբարձր ջերմաստիճանները սպասվում են կենտրոնական եւ արևելյան Եվրոպայում, այնուհետեւ Բալկաններում։ Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ նմանատիպ շոկի ալիքները ապագայում ավելի հաճախ են կրկնվելու եւ մեզ սպասվում է գիզիչ ամառ։ Այս գիզիչ շոկի պայմաններում շատերի մոտ նույն հարցն է առաջանում. արդյոք գործատուն պարտավոր է աշխատողներին տուն ուղարկել, եթե աշխատավայրում անտանելի շոկ է, կամ գոնե պարտավոր է օդորակիչ տեղադրել։ Եկեք միասին պարզենք, հա։ Սկսենք Գերմանիայից։ Շատերը կարծում են, որ եթե աշխատավայրում ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը, գործատուն պարտավոր է բոլորին տուն ուղարկել, բայց իրականում դա այդպես չէ։ Գերմանիայի օրենքներում չկա այսպիսի դրույթ, որը սահմանում է առավելագույն ջերմաստիճան, որից հետո աշխատանքը պետք է դադարեցվի։ Սակայն գործում են աշխատանքի անվտանգության կանոններ, որոնք պարտավորեցնում են գործատուին պաշտպանել աշխատողների առողջությունը։ Եթե աշխատասենյակում ջերմաստիճանը բարձրանում է 26-ից, գործատուն արդեն պետք է մտածի պաշտպանիչ միջոցներ կիրառելու մասին։ Եթե այն գերազանցում է 30-ը,
այդ միջոցներն արդեն պարտադիր են։ Դրանք կարող են լինել աշխատանքային ժամերի փոփոխություն, լրացուցիչ ընդմիջումներ, խմելու ջրի ապահովում, արևապաշտպան, վարակույժներ, օդորակիչներ, առավոտյան օդափոխություն կամ շոկը նվազեցնող այլ միջոցներ։ Պրակտիկայում Գերմանիայում գործատուները գնում են իրենց աշխատակիցների համար նաև պաղպաղակներ։ Կոմենտներում գրեք, ում համար է մինչև հիմա գործատուն պաղպաղակ բերել։ Ասեմ, իդեպ ես հիշում եմ, որ իմ նախկին գործատուն 2018-ն էր թե 17-ը ամառվա մի կիզիչ շոկի ժամանակ բերել էր բոլորիս համար պաղպաղակ։ Դա շատ ինձ համար նորություն էր։ Վերադառնանք, իսկ եթե աշխատեսենյակում ջերմաստիճանը գերազանցում է 35 աստիճանի, ապա այդ տարածքը համարվում է աշխատանքի համար ոչ պիտանի, եթե գործատուն հատուկ պաշտպանիչ միջոցներ չի ապահովել։ Կարևոր է հասկանալ նաև հետևյալը. օրենքը չի պարտադրում անպայման օդորակիչ, այսինքն կլիմա անլագը տեղադրել։ Օդորակիչը հնարավոր լուծումներից ընդամենը մեկը է։ Եթե գործատուն կարողանում է աշխատողների առողջությունը պաշտպանել այլ արդյունավետ միջոցներով, ապա օրենքի պահանջը համարվում է կատարված։ Իսկ հիմա անցնենք Ֆրանսիայի, որտեղ էլի նույնպես շատ շոկ է։ Ֆրանսիայում իրավիճակը նմանն է։ Այստեղ նույնպես չկա օրենք, որը սահմանում է այնպիսի ջերմաստիճան, որի դեպքում աշխատողները պարտադիր պետք է տուն ուղարկվեն, սակայն գործատուն պարտավոր է ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ։ Նա պետք է աշխատողներին ապահովի խմելու ջրով, անհրաժեշտության դեպքում փոխի աշխատանքային գրաֆիկը եւ ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, եթե շոկը վտանգում է աշխատողների առողջությունը։ Մասնագետների գնահատմամբ վտանգը զգալիորեն մեծանում է, եթե գրասենյակային աշխատանքի դեպքում ջերմաստիճանը գերազանցում է 30-ի, իսկ ցածր ֆիզիկական աշխատանքի դեպքում նույնիսկ 28 աստիճանի։ Խոսեմ նաև Նիդերլանդներից։ Նիդերլանդներում նույնպես չկա որևէ օրենք, որը սահմանում է առավելագույն ջերմաստիճան, որից հետո աշխատանքը պետք է դադարեցվի, սակայն գործատուն պարտավոր է գնահատել շոկի ազդեցությունը աշխատակիցների առողջության վրա եւ անհրաժեշտության դեպքում ապահովել խմելու ջուր, օդափոխություն, լրացուցիչ ընդմիջումներ, փոխել աշխատանքային ժամերը կամ նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Եվ այստեղ նույնպես օրենքը չի պարտադրում անպայման օդորակիչ տեղադրել, եթե աշխատակիցների անվտանգությունը հնարավոր է ապահովել այլ արդյունավետ միջոցներով։ Կարճ ասած, բոլոր 3 երկրներում գործատուն օրենքով պարտավոր է պաշտպանել աշխատակիցների առողջությունը։ Եթե շոկը վտանգավոր է դառնում, նա պարտավոր է ձեռնարկել արդյունավետ միջոցներ, իսկ եթե աշխատավայրը այլևս անվտանգ չէ աշխատանքի համար, այն չի կարող օգտագործվել առանց համապատասխան պաշտպանողական միջոցների։ Հայերեն ասած, ձեր գործատուն չի կարող ձեզ փակել տաք օֆիսում եւ ասել դե կարողանում ես դիմացիր։ Դուք էլ կոմենտներում գրեք, ոնց եք դիմանում եք շոկին, ինչ է լինելու մեր վերջը, իսկ ես գնամ արդեն քրտնեցի։